5-ով, այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան, պետք է խնդրեմ այս շաբաթվա ընթացքում ցանկ տակ բոլոր այն կառուցապատողների, նկատմամբ ամենաշատ արձանագրություններն են կազմվել ցանցերի բացակայության կապակցությամբ եւ կարծում եմ մենք բարբերաբար նաեւ երևանցիներին պետք է տեղեկացնենք մեր կառուցապատողների պարտաճանաչության մասով այս առումով եւ ես կարծում եմ որ մենք բարբերաբար կհնչեցնենք այն կառուցապատողների անունները որոնք որ չարամտորեն շարունակում են ցանցերի տեղադրումից խուսափել եւ ես վստահ եմ որ իրենք շատ երկար կսկսեն մտածել այսուհետ պետք է որովհետեւ նրանց անունները պետք է բարձրաձայնվի եւ թեկուզ դա տևի շատ երկար անհատապես բոլորի անունները մենք պետք է բարձրաձայնենք որպեսզի մարդիկ իմանան ումից են տուն գնում եւ ինչ պատասխանատվության ընկերություններ են դրանք ինչ պատասխանատվություն ունեն իրենց քաղաքի նկատմամբ եւ խնդրում եմ ամբողջական ցանկը այս շաբաթվա ընթացքում ներկայացնեք հաջորդ շաբաթ բարձրաձայնելու ենք արդեն Շատ լավ, պարոն Քալի։ հաջորդ Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական համար 26 զեկուցել վարչական շրջանների բազմամնակարան շենքերի բակային տարածքներում այգիներում կատարվող բարեկարգման շների զբոսայգի առանձնացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքների եւ վարչական շրջանների ծավալուն ծրագրերի ընթացքի մասին Պարոն քաղաքապետ, այս պահին ուրեմն կենտրոն վարչական շրջանում գնում են բակային տարածքների բարեկարգում, Աշտոց 37 հասցեում այս պահին գնում է դաշտի, ֆուտբոլի եւ խաղահրապարակի բարեկարգման աշխատանքներ, Ծատուրյան 34 հասցեում նույնպես ֆուտբոլի դաշտի եւ բակային տարածքների ընդհանուր բարեկարգման աշխատանքներ Սայաթնովա 37 հասցեում էլի նույնը, այստեղ շատ մեծ դաշտ կա եւ ընդհանուր այդ տարածքը, Հաբովյան 39 հասցեում նույնպես ֆուտբոլի եւ բասկետբոլի դաշտեր են կառուցում, ինչպես նաեւ խաղահրապարակ, սա արդեն Զաքեն 3 հասցեն է, որը ավարտված է, մի քանի շտկումներ են մնացել, երևի թե այս շաբաթ կավարտենք լիովին Ստեղ կառուցվել է ֆուտբոլի դաշտ, սպորտային հատված, խաղահրապարակ, հանգստի գոտի, ինչպես նաև ընդհանուր տարածքը բարեկարգվել է եւ Վարդանանց 10 հասցեն նույնպես այստեղ ունենք ֆուտբոլի դաշտ, երկրպագուների համար հատկացված տարածք, սպորտային հատված, խաղահրապարակ եւ նորից հանգստի գոտի Տեղելելի ավարտվում են աշխատանքները, մի քանի անգամ շտկումներ, այդ ռետինե հատակի փոխարինում, բայց ոնց որ վերջնական եկանք մեր ուզած որակին։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Պետոյան, Արաբկիր։ Պարոն քաղաքապետ, զեկուցեմ, որ Արաբկիր վարչական շրջանում 3 բակեր արդեն ավարտվել են, վրացական 15-17 բակը, սա երկու բակը համ 15-ի դիմացն է, համ 17-ի, բացազատվել է տարածքը ինքնակամ շինություններից ու ստացվել է երկու այգի խաղահրապարակով։ Մյուսը Տիգրանյան 10-ն է, ավտոտնակներն ապամոնտաժվել են եւ ստացել են էլի այգի ու երեխաների համար խաղահրապարակ։ Մյուսը Մամիկոնյանց 45 հասցենը, այստեղ էլ բավականին մեծ քանակի ապօրինի հողազավթումներ են վերացվել եւ ավտոտնակներ ենք ապամոնտաժել, ստացել ենք այգի ու շենքի դիմացի հատվածն ենք բարեկարգել։ Մամիկոնյանց 35-ում աշխատանքները սկսել ենք, հիմա ապամոնտաժման աշխատանքներ ենք իրականացնում, նույնը նաև Փափազյան 22 հասցեում, տեսնում եք ավտոտնակներ բավականին մեծ քանակի արդեն ապամոնտաժել ենք, շինարարական աշխատանքներն են մեկնարկում, սա մեր մոտ Տոլբուխին 4 հասցեն է, որտեղ որ ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ FIFA-ի ստանդարտներին համապատասխան ֆուտբոլի դաշտ են կառուցել։ Շնորհակալ եմ, Մալացյան Սեբաստիան։
Հարգելի պարոն քաղաքապետ, Մալացիա Սեբաստիա վարչական շրջանում շարունակվում են բակային բարեկարգման աշխատանքները։ Անդրանիկ 87 շենքի բակում արդեն 90% աշխատանքները կատարված են, մնացել է ռետինապատման եւ խաղասարքերի տեղադրման։ Անդրանիկի 67-69 շենքերի բակը 93%-ով կատարված է աշխատանքները։ Շերամի 49 շենքի բակում 96%-ով կատարված է։ Այս բակը մի քիչ երկար է ցույց տալու։ Շերամի 33 շենքի բակում կատարվում են աշխատանքները 64% կատարված։ Շարունակվում են Շերամի 7-9 շենքերի բակի 27% է դեռ աշխատանքները։ Շերամի 79 շենքի բակում 75%-ով կատարվել են աշխատանքները արդեն։ Այստեղ արդեն ճաղավանդակներ բանելը։ Սվաճան 38 շենքի բակը 92%, այստեղ նաև ֆուտբոլի դաշտ ունենք։ Իսակովի պողոտա 26 շենքի բակը 85%-ով կատարված է արդեն։ Այս են կիսատ թողած բակներ, պարոն քաղաքապետ։ Նաև Ռաֆու 41-43 շենքերի ետնամասի ուղղությամբ տարածքի բարեկարգում, Բաբաջանյան 20 շենքի նարակից տարածքի վերակառուցում 92%, Օհանովի 9-11 շենքերի միջև գտնվող բակային տարածքի վերակառուցում 37%, Սեբաստիա փողոցից դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն տանող ճանապարհի կամարանցումի տրավերտինե սալապատված տարածքի վերակառուցման աշխատանքներ, այդտեղ վերջացրել ենք բետոնապատումը։ Բաբաջանյան 21 շենքի դիմաց եւ Բաբաջյան 5-1 շենքի կողամասում գտնվող տարածքների վերակառուցում 40%, Անդրանիկի 60 շենքի բակից Հայտաղբյուրի հարակից տարածքի բարեկարգում 95%, Ռաֆու 111 շենքի տանիքի նորոգման աշխատանքները երկշերտի զոգամապատման ընդհանուր ծավալը 631 քառակուսի մետր 98%, եւ սոցծրագրերով նախատեսված շինաշխատանքները 61%, պարոն քաղաքապետ։ Շնորհակալ եմ, Շենգավիթ։ Պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք զեկուցել Շենգավիթ վարչական տարածքում բակերի վերանորոգման աշխատանքները։ Նշեմ, որ Արշակունյաց պողոտա 50/3 շենքի բակում ապամոնտաժվել են 12 ավտոտնակ եւ 10 ցանկապատ տարածք, որի արդյունքում բացազատվել է շուրջ 540 քառակուսի տարածք եւ բարեկարգվել է համապատասխանաբար 1345 քառակուսի մետր։ Նշեմ, որ Բագրատունյաց փողոց 53 շենքի բակում նույնպես բացազատվել է շուրջ 4 ցանկապատ տարածք, 4 ավտոտնակ եւ կանաչապատ տարածք անցուղիներով կազմել է 193 քառակուսի մետր եւ մանկական խաղահրապարակի ռետինե գորգով 70 քառակուսի նաեւ կառուցվել է 252 քառակուսի մետր ֆուտբոլի դաշտ։ Եղիշե Թաթևոսյան փողոցում նաև կառուցվել է մականախաղի դաշտ 20-40 չափի, որը սպորտ դպրոցի տարածքում է, իսկ Գարեգին Նժդեի փողոց 7-րդ շենքի բակում 4 ավտոտնակ 3 ցանկապատած տարածք է բացազատվել եւ բարեկարգվել է շուրջ 550 քառակուսի մետր։
Նշեմ, որ մանկական խաղաղապարակի տարածքը կազմել է շուրջ 103 քառակուսի մետր եւ նույնպես 252 քառակուսի մետր ֆուտբոլի դաշտ։ Արիացիա 3-րդ շենքի բակում բարեկարգվել է 515 քառակուսի մետր եւ ստեղծվել է 434 քառակուսի մետր կանաչապատ տարածք։ Արիացիա 2/1 շենքի բակում բարեկարգվել է 660 քառակուսի մետր, նաեւ 53 քառակուսի մետր մանկական խաղաղապարակ է կառուցվել եւ 1 ֆուտբոլի դաշտ նույն քառակուսիով։ Շիրակի փողոց 13 եւ 15 շենքերի բակում 34 հատ ավտոտնակ ապամոնտաժվել է, 4 հատ ցանկապատված տարածք է ապամոնտաժվել եւ բարեկարգվել է շուրջ 1640 քառակուսի մետր տարածք։ Կանաչապատ անցուղիներով շուրջ 1550 քառակուսի մետր։ Պարոն քաղաքապետ, նշեմ, որ նաև Շենգավիթ վարչական շրջանի 2025 թվականի աշխատանքային ծրագրերով նախատեսվել է վերանորոգել եւ ամրացնել 41 հատ շքերթային պատշգամբ, որից 16-ում աշխատանքներն ավարտվել են։ Նշեմ, որ հաշվետու ժամանակահատվածում 25 թվականին աշխատանքային ծրագրերով նախատեսվել է բարեկարգել թվով 19 բակային տարածքներ, որից 8 բակերում կառուցվել են ֆուտբոլի դաշտեր, 17 բակերում աշխատանքներն ավարտվել են, 2 բակերում կավարտվեն մինչև նոյեմբերի 30-ը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Մի հարց առաջացավ Թադևոսյան փողոցի ֆուտբոլի դաշտի ծածկի հետ կապված, կադրերից մի փոքր ոնց որ որակապես հարցեր առաջացան, մի հատ խնդրում եմ հասկանալ ինչ որակի խոտածածկի մասին է խոսքը, որովհետև ոնց որ մեր հիմնական ստանդարտի խոտածածկը չէր, կամ միացումները լավ չէր արված, ամենայն դեպս կադրերով այդպիսի բան ֆիքսվեց, բայց ընդհանուր ծավալի առումով իրապես մեծ ծավալի աշխատանք է արվել։ Նոր խնդրեմ։ Հարգելի պարոն քաղաքապետ, ընթացիկ տարվա համար նախատեսված թվով 11 բակային տարածքների բարեկարգման, վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքներից 10 բակային տարածքներում աշխատանքները ավարտվել են, իսկ 1 բակային տարածքում աշխատանքները ընթանում են։ Ավարտը նախատեսված է մինչև ամսվա վերջ։ Ավարտված բակային տարածքներն են Գյուլեքեխյան 35 շենքի հարակից տարածքի խաղահրապարակը, Բանավան 15 շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, Բադար Մուրադյան 4 շենքի հարակից ֆուտբոլի դաշտի եւ խաղահրապարակի հիմնանորոգման աշխատանքները, Գալշյան 4 շենքի հարակից ֆուտբոլի դաշտի հիմնանորոգման աշխատանքները, Գալշյան 10 շենքի ֆուտբոլի դաշտի վերակառուցման աշխատանքները, Մոլդովական 20.5 շենքի հարակից տարածքի խաղահրապարակի կառուցման աշխատանքներ, Մոլդովական 50.2 շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, Գայի 9, 11 և 13 շենքերի հարակից տարածքներում հիմնապատի կառուցման աշխատանքներ, Ջրվեժ Մայակ 8 շենքի ֆուտբոլի դաշտի և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, Մոլդովական 15 շենքի հարակից խաղահրապարակի հիմնանորոգման աշխատանքներ, և Գալշյան 12 շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ, որոնց մոտ 60%-ը կատարվել է, մինչև ամսվա վերջ ընդհանուր կավարտենք։
Բակային տարածքների պահպանման ծրագրերով բարեկարգվել է 9 բակային տարածքներ, 3 մինի ֆուտբոլի դաշտի վերանորոգման աշխատանքներ եւ թվով 5 խաղահրապարակների ռետինե ծածկույթի կատարված աշխատանքներ։ Այսքանը։ Շնորհակալ եմ, պարոն Սևոյան, ենթադրում եմ անդրադարձ պետք է ունենաք մոլդովական 50-2 հասցեին, որտեղ նկատվեց, որ ենթադրում եմ ռոկման համակարգ չունենք, ջուր չունենք այդտեղ, ճիշտ եմ։ Այո, հիմնական պարոն քաղաքապետ, բոլոր տարածքներում ռոկման ջրի խնդիր կա, Շատ լավ։ համակարգը կա, բայց ռոկման ջրի միացված չի։ Ամեն դեպքում այդտեղ որոշակի լուծումներ կանաչապատման տեսանկյունից էլ է պետք է գտնել, որովհետև այտենց չորադիմացկուն ավելի տեսակներով եւ այնտեղ արդեն կային ծառատեսակներ, ծառատեսակ էլ չէր, ոնց որ թուփեր, որ փոխարինման կարիք ունի։ Կանաչապատմանը խնդրում եմ ուշադրությունը մեծ լինի։ Եվ շնորհակալություն։ Էրեբունի։ Հարգելի պարոն քաղաքապետ, տեղեկացնում որ Էրեբունի վարչական շրջանում 2025 թվականին նախատեսվել է 16 բակերի բարեկարգման եւ հիմնանորոգման աշխատանքներ, այս պահին մուրացան 113/1, 113/2 եւ 113/3 շենքերի բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներն են, որոնք ավարտված են։ Աթոյան անցուղի 1 բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, Խաղաղդոնի 23 շենքի բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, սխալագրած Արցախի պողոտա 16 շենքի բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, Խաղաղդոնի 1 շենքի բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, Խաղաղդոնի 19 շենքի բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, առաջի մուտքի հիմնանորոգման նորից աշխատանքներ, որտեղ ինքը 12 մուտքանի շենք է, Խաղաղդոնի 23 շենքի հիմնանորոգման բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, Խաղաղդոնի 27 շենքի բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, Խաղաղդոնի 31 շենքի բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, Էրեբունի 21/1 շենքի շուրջ բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, Խաղաղդոնի 1/1 եւ 1/2 շենքերից դեպի տանող աշճանների հիմնանորոգման աշխատանքներ, Խաղաղդոնի 19/1 շենքի բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, Վարդաշեն 9-րդ փողոցի 3/15 հասցեի դիմացի տարածքի հիմնանորոգման աշխատանքներ, Վարդաշեն 11 փողոցի վերջնամասում գտնվող բակային տարածքի հիմնանորոգման աշխատանքներ եւ այս պահին ավարտում ենք
Խաղաղդոնի 2 դրոպ 1 շենք դիմացի մայթի հիմնանորոգման աշխատանքները բոլոր բակերում աշխատանքները ավարտված են, պարոն քաղաքապետ, բացի Խաղաղդոնի 2 դրոպ 1 բակային տարածքի աշխատանքներից։ Շատ բարի։ 3 ֆուտբոլի դաշտի կառուցում ունենք։ Այո, Ընդհանուր 3-էր, ճիշտ եմ, չէ, ֆիքսել։ Իրականում այս բազմաթիվ հարյուրավոր բակային